2025-2018-ի համեմատ գիտության ֆինանսավորումը աճել է 180%-ով, 2025-ին բյուջեից հատկացվել է մոտ 40,2 միլիարդ դրամ, 2018-ին թիվը 14 միլիարդ էր, արդեն հայտնի են առաջիկա 5 տարվա թիրախները, որոնց պետք է հասնել մինչև 2030 թվականը, ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց գիտության ոլորտի զարգացման 2026-30 թվականների ռազմավարական ծրագիրը։ Նախատեսում ենք, որ առնվազն 400 արտերկրի առաջատար հետազոտողներ հետազոտական խմբեր կհիմնեն Հայաստանի Հանրապետությունում, դրանով իսկ նպաստելով գիտության հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։ Մեր առնվազն 1000 գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում, 150 արտերկրի երիտասարդ հետազոտողների Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծրագիր ենք ներդնելու, նաև 5 գլոբալ առաջատար հետազոտողների Հայաստանի Հանրապետություն տեղափոխման Կհիմնվի ռիսկային նախաձեռնություններում ներդրումների պետություն մասնավոր հիմնադրամ, մասնավոր հատվածում մտավոր սեփականության պաշտպանության խթանման համակարգ։ Կարևոր հանձնառությունն է ըստ նախարարի գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի մոտ 1%-ի, 0,75%-ը կիրականացնի պետությունը, 0,25%-ը մասնավորը։ Վարչապետը ներկայացրեց, թե ինչպես է փոխվել գիտնականների վարձատրության համակարգը, հիշեցնելով, որ փոփոխությունները նախաձեռնվել են 2021-ին։ 21 թվականին լաբորան ճարտարագետ 67300 դրամ, 2026 թվականին 138300 դրամ նվազագույն աշխատավարձ, այսինքն աճը 105%-ով, ավելի քան կրկնապատիկ։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ 21 թվականին 76000 դրամ, 2026 թվականին 179000 դրամ, աճը ավելի քան 135%։ Խոսքը ըստ վարչապետի նվազագույն վարձատրության մասին է, եթե տվյալ աշխատողը այլ ծրագրերի չի մասնակցում։ Վերջին 5 տարում 142 գիտական սարքավորումների համար տրամադրվել է մոտ 13 միլիարդ դրամ, ԵՊՀ-ի սուպերհամակարգչի ծախսերը կազմել են 3.7 միլիարդ դրամ, եւ թեև Նիկոլ Փաշինյանի խոսքով սկզբում կարծիքներ կային, որ այն չի օգտագործվելու, այսօր արդեն նշվում է մեկը քիչ է ամբողջ գիտական ներուժը օգտագործելու համար։ Մասնավոր ներդրումներով Գագարինում ստեղծվում է բավականին հզոր սուպեր գերհամակարգչային կենտրոն, որը կարող է սպասարկել ոլորտի այս պահին առկա պահանջարկը։ Բացի այդ, հրազդանում իրականացվում է Firebird նախագիծը։ Նախագծի իրականացման գործում բավական շոշափելի եւ էական դեր ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը, որի արդյունքում Firebird ընկերությունը արտահանման իրեն անհրաժեշտ լիցենզիաները ստացավ, եւ սա էլ մի հզոր սուպեր համակարգչային կենտրոն է, առնվազն տարածաշրջանի մասշտաբով գերհզոր սուպեր համակարգչային կենտրոն է, որը ենթադրում է, որ առաջիկայում մենք պետական բյուջեով նման ծախսեր անելու անհրաժեշտություն չենք ունենա, բայց այդտեղ ինչն է շատ հատկանշական։ Երբ որ մենք այն ժամանակ քննարկում ենք, իհարկե հոռետեսություն կար, $10 միլիոն ծախսել մի սուպեր համակարգչի վրա, բայց ըստ էության այդ գործարքը կառավարության այդ ներդրումը բացեց ճանապարհը հետագա ընթացքի համար։ Վարչապետը տեղեկացրեց, որ այս պահին գնման ընթացքում է 49 գիտական սարք 5.4 միլիարդ դրամ ծավալով։ Վարչապետը կարևորեց ներդրումների արդյունքների մասին խոսելը։ Տարբեր ոլորտներում հսկայական փոփոխություններ են գնում եւ տենց ինչ որ բան կա, տենց լռություն կա, եւ այդ լռությունը անկեղծ ասած մի քիչ հարցեր է առաջացնում, բայց դա հարցեր են այնտեղ խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են, որովհետեւ այս մեր ներդրումները մեր պետության եւ մեր երկրի զարգացման համար են, բայց ես ուզում եմ այս նյուանսը ընդգծեմ, որովհետեւ եթե ասենք օրինակ մի հատ գիտության բանի հետ կապ չունեցող մի բան տեղի ունենա, մեկը դուրս գա հանրապետության հրապարակում գոռա ծախեցին, հետևից 300 գիտնական հայտարարություն կստորագրի, առանց ճշտելու ով ծախեց, ինչ ծախեց, երբ ծախեց եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա շատ տենց արդեն հաստատուն գիտական կուլտուրա է Հայաստանի, գիտամտավորական կուլտուրա է Հայաստանի։ Այս ոնց որ չի եղել։ Ես ձեզ երաշխավորում եմ, կառավարությունը այս թեմայով չասի, հələ մեկ-մեկ է գնում ենք, որ այդ բացումներ միլիարդների ներդրումներ են անում, նենց զգում ես, որ տենց մի քիչ իբր էսխեկ եկե, որ դե եւ այլն եւ այլն։ Սա շատ վատ բան է, բայց ես առանձնապես նեղված չեմ, որովհետեւ սա ապագայի ներդրում է, ստորագրահավաքներ իրականացրած մեր հարգելի գիտաշխատողներ այսօր կառավարության գործունեության արդյունքը վայելում են, բարով վայելեն, ես նորանոր գիտական, հանրային, քաղաքական հաջողություններ եմ մաղթում բոլորին։
Ինչ վերաբերում է գիտական համայնքի կողմից արվող աշխատանքների կարևորմանը, պետք է հավաստիացնեմ, որ առնվազն մեր դիտարկումներով ու տպավորություններով տրամադրություն ու մթնոլորտ է փոխված ոլորտում։ Դա ակնհայտ է։ Ըստ վարչապետի ռազմական բուհի գերազանց ուսանողը ստանում է 175,000 դրամ կրթաթոշակ։ Նա կարևորեց նաև Պաշտպան հայրենյաց ծրագրի սոցիալական արդյունքը։ Համոզված եմ, որ դեպքեր կան, որ իրոք վերջին տարիներին առնվազն այդ տներ միանվագ ոչ մի անգամ 600,000 դրամ չի մտել։ Եվ երբ որ մենք խոսում ենք այսօր ասում են, վայ, սոցիալական վիճակը եւ այլն, բա աղքատության թվերը, որ նվազում են, այդ թվում դրա հաշվին են նվազում։ Բա այդ հիմա գնանք այդ ռեպորտաժների տները նայենք եւ հիմա գնանք այդ մարդկանց տները նայենք։ Գնանք տեսնենք, որ այդ մարդկանց բակում մեքենայա կանգնած, որ այդ մարդիկ հիպոթեկով բնակարան են ձեռք բերել եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն այս ամեն ինչի մասին չի խոսվում, չի ասվում։ Բայց սա մենք պետք է արձանագրենք եւ այսօր մեր բանակում շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ կան, ովքեր 700,000 դրամից եւ ավել աշխատավարձ են ստանում շարքային, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, շարքային պայմանագրային զինծառայողը։ Նրանք, ովքեր տարիներ առաջ 2018-ի դրությամբ ստանում էին 120,000 դրամ աշխատավարձ, 120, 130, լավ 180 թող ստանային։ Երևանի Նորագյուղ թաղամասի եւ Պասկևիչի բլուր տարածքի մոտ 81 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել Երևան Downtown բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Քաղաքաշինական ծրագրով 83.9 հեկտարի վրա կհիմնվեն կանաչապատ տարածքներ։ Նախատեսվում է մոտ 2-ից 2.5 միլիոն քառակուսի մետր կառուցապատում, մոտ 155 շենք 65,000 բնակչի համար։ Ինչ հնարավորություններ է տալիս այս ծրագրի իրականացումը, առաջին հերթին այն շուկայի պահանջարկը կառուցապատման ոլորտում, որը մենք ունենք, մենք կարելի է ասել որոշակիորեն ուղղորդում ենք այն տրամաբանությամբ, որ հարկավոր է քաղաքին։ Իսկ այս պայմանությամբ քաղաքին հարկավոր է որոշակիորեն բեռնաթափել կենտրոնը եւ քաղաքին հարկավոր է լուծել Նորագյուղ թաղամասի խնդիրը։ Գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորում է պետության անունից պայմանագիր կնքել մասնավոր ընկերությունների հետ, ինչից հետո հնարավոր կլինի տարածքը ճանաչել հանրային գերակաշահ եւ իրականացնել ծրագիրը։ Նոր կենտրոնը կունենա բանկեր, հյուրանոցներ, դիվանագիտական թաղամասեր, մշակութային կառույցներ։ Նախատեսվում է կառուցել 70 հարկանի երկնաքերեր։ Քաղաքապետի խոսքով այս ծրագրով կլուծվի մի քանի կարևոր խնդիր։ Մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է։ Մոտավորապես 250 հեկտար անտառային տարածքներ, դրան հարակից, այսինքն Նորագյուղ թաղամասի դիմացի մայթին, մենք ենթադրում ենք, որ այս ծրագրով գեներացված ֆինանսներով կարողանալու ենք իրականացնել։ Երևանյան լճի մաքրման աշխատանքները եւ ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես ենթադրում ենք, որ այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել։ 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի առաջ խնդիր եմ դրել, որ Դալմայի այգու անձեռնմխելիությունը հետագա այն պլանով, որ այդտեղ պետք է լինի քաղաքային մեծ այգի առանց կառուցապատման, այսինքն քաղաքային անտառ այգի, այդ խնդիրը դրվել է, այս ծրագրով այդ տեսլականին որևէ ձևով մենք չենք դիպչում, չէ՞։ Վարչապետ ուղիղ հակառակը իրականում Երևանի քաղաքապետարանը պատվիրել է այսպես կոչված feasibility տեխնիկատնտեսական մի աշխատանք, որը արվել է Դալմայի այգիներում, այդ 250 հեկտար տարածքի վրա եւ այդտեղ ենթադրվում է, որ այդ հողերը պետք է մնան կանաչ ֆոնդի եւ այդտեղ ուզում ենք իրականացնել նախագիծ, որը կդառնա Դալմայի անտառ պուրակ։ Ծրագիրը նախատեսվում է իրագործել 10 տարում։ Կասկադի շինարարությունն ընթացքում է, պատասխան վարչապետի հարցի նշեց Ավինյանը։ Հաղթող ընկերության հետ պայմանագրի որոշ կետերի վերաբերյալ բանակցություններից հետո կանցնեն ավելի ակտիվ փուլի։ Հիմա քանդման աշխատանքների փուլն է։ Տեղեկացվեց նաև Իսակով Աշակունյաց նախագծի շինարարությունը կսկսվի Գարնանը։ Հայաստանը մայիսի 3-ին 4-ին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այդ կապակցությամբ կառավարությունը որոշեց մայիսի 4-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխել ապրիլի 18 շաբաթ օրը։ Այդ օրերին հատկապես ամսի 4-ին փոքր կենտրոնը ըստ էության փակ է լինելու, շուրջ 50 երկրների ղեկավարներ են այստեղ լինելու,
հյուրանոցային ամբողջ տնտեսությունը զբաղված է լինելու, դրանք հիմնական կենտրոնում են երթևեկը այստեղով է կազմակերպելու, այդ պատճառով նաև հաշվի առնելով երթևեկության ծանրաբեռնվածությունը Երևանում, այսպիսի որոշում են կայացնում։ Նիստին անդրադարձ եղավ խցանումների թեմային։ Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը արդեն 2 հանդիպում է ունեցել, զեկուցեց փոխվարչապետ Խաչատրյանը, նշելով դուրս են բերվել անելիքները, որոնք կարող են առաջնային փուլում ունենալ էական նշանակություն։ Պատրաստել ենք ցանկ, որոնք որ առաջիկա հաջորդ շաբաթվա ընթացքում կուղարկենք արդեն գործընկերներին, այո, պարոն վարչապետ, հանձնարարությունը կատարվում է, մենք քննարկումները բնականաբար շարունակական են լինելու։ Պետք է ինստիտուցիոնալ ինչ-որ մեխանիզմներ ունենանք, այդ թվում արհեստական բանականության ներառմամբ եւ այլն, որ ամենօրյա ռեժիմով այդ թեմաները աշխատեն։ Հիմա հնարավորություններն էլ կան արհեստական բանականությունով, որտեղ ես չեմ պատկերացնում, երբ է որ այդ հարցը ասել ենք, լավ, մենք լուծեցինք այդ հարցը, եկեք ուրիշ հարց վերցնենք։ Այդ հարցը առաջիկա տասնամյակներում անընդհատ ամենօրյա նյութ է լինելու եւ պետքա սենս տրամադրվենք եւ նաեւ այդ հեռանկարով հարցի մոտենանք։ Կառավարման միասնական համակարգի նախատեսումներ ունել, այդ թվում ժամանակակից ծրագրային ապահովման միջոցներով, որոնք պետք է ինքնակարգավորման տրամաբանությամբ, այսինքն փոփոխական գործոնների ուժով վերադասավորեն երթևեկությունը։ Տարվա առաջին կիսամյակում էլ սպասում ենք տրոլեյբուսներին, որոնք նշվեց արտադրության փուլում են։ Վարչապետ առողջապահության նախարարից էլ հետաքրքրվեց, ինչպիսին է առողջության ապահովագրության հետ կապված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով նկատելի են դրական արձագանքները։ Տարավոտյան 10-ի դրությամբ մենք 255,234 այց ունենք ապահովագրական, որից իհարկե մեծամասնությունը 231,993-ը ամբուլատոր այցերն են, հիվանդանոցային արդեն բավականին 20,875 այց ունենք, ցերեկային ստացիոնար 1390 եւ շտապօգնության 976 ուրեմն կանչ ունենք գրանցված։ Վարչապետի հարցին համակարգի կառավարման ռեժիմը բնորոշելիս 3 տարբերակից պլանային լարված թե արտակարգ, որը կընտրենք, նախարարը արձագանքեց արտակարգից լարված։ Մայա Խաչատրյան, լուրեր։